Վազիլյան, ես այդ դրական հեղափոխական գործոնների մասով եմ ուզում հարցնել։ Այդ 5 կետանոց հրապարակման 4-րդ կետում ասում է միայն 6 միլիարդ ռուբլի հիման վրա չի կարելի իշխել 3 դրամը։ Դերոք այդքան ասելիք ունեն ու անընդհատ ձեզ փորձում են ինչ-որ ստատուսներով ու հայտարարություններով հակադարձել։ Եվ երկրորդ հարցս դուք բնականաբար այդ ամբողջ էներգետիկ համակարգը լավ պատկերացնում եք։ Ասենք թե ընտրություններից առաջ ինչ-որ հոսանքի սակագինը էժանացրեցին, հետո ինչ է լինելու մեր էներգետիկ համակարգի հետ եւ այդ եղած իրավիճակը սովորական բաժանորդները, քաղաքացիները իրենց վրա ինչպես են զգալու։ Տարբեր գործոններից է դա կախված։ Այն որ ընտրություններից առաջ, ինչպես ես ասացի, ոչ խտրականություն չեն դնելու միջոցների մեջ, դա փաստ է։ Իրենց բացարձակ իմ կարծիքն եմ սա իհարկե ասում, իմ կարծիքով իրենց բացարձակ չի հետաքրում հետո ինչ կլինի։ Կհաղթեն, իրենց կարծիքով կհաղթեն, իմ կարծիքով բացառվում է, կհաղթեն, հետո արդեն հարցը կլուծեն, չեն էլ հաղթի թող եկող իշխանությունը դրատակից դուրս գա։ Ախր գիտեք դուք հարցը տալուց ես ինչի ժպտացի, որովհետև կարծում եմ դուք դրա պատասխանը գիտեք ու բոլորդ գիտեք։ Այնքան ինչքան հայտարարություններ արվել են պոպուլիստական եւ հետո ինչ ենք տեսել, արդեն ենթադրում է, չէ՞ որ այդ պահին գործողությունը կատարելը, դիվիդենդը վերցնելը արդեն չի հետաքրում հետագայում ինչ կատարվի։ Ուղղակի չի հետաքրում։ Հասարակությունը այդ արարքի զրույցները մանր քննարկումները ինքը մասնագիտական լեզվով չի հասկանում։ Ուզում է հասկանալ, հաշի դուք թալան չեք, թե չէ, որ թալան չեք, ինչի՞ չի դատվել։ Դե դա եմ ասում եմ։ Բայց ես էլ եմ այդ ասում, ինչքան ժամանակ արդեն հուլիսի 21-ից մինչև այսօր անդադ ասում եմ, լավ, թիրախավորում են, ձեր ասած մտնում Facebook-ով, գրում արագ-արագ, ինչի։ Բան ունեք ասելու, առաջի հարցին չպատասխանեցի, վախենում են, ինչ ասեն։ Գան ինչ ասեն, գան ասեն, որ հեծ է այդպես էր, նույն ես ինչի եմ երկուսին իրար հետ կանչում, ու հրավիրում, լավ այսպես ասեմ, որովհետև կառավարիչը որ մի բան ասի, ես ասելու եմ եղբայր հարց են տալի պատասխան ինչ ես դեպքից նայում։ Նույն հանձնաժողովի նախագահը պիտի պատասխանի այդ հարցին, հավատացեք ես ընդեղ անելու բան չունեմ, հանձնաժողովի նախագահը պիտի պատասխանի կառավարչի ստերի